Բարդես Ֆակտոր TV հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Վագն Ալեքսանյանն է, ողջույն պարոն Ալեքսանյան։ Վարչապետի վեհարանը ազատելու կոչինի պատասխան Գարգին երկրորդ օդանավականում երեկոյան ասում էր, որ ամեն ինչ հստակորեն ասված է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունում, իդեպ որտեղ նշված է, որ եկեղեցու հարցերը լուծում են եկեղեցական կարգերի եւ կանոնների համաձայն, դուրս են պետական քաղաքական գործիչների իրավասությունից, ինչ եզրակացություն է արել ԿՊ-ն, արդյոք կդադարեցնենք միջամտել եկեղեցու գործերը։ Բայց հազար ներողություն եկեղեցու անդամները եկեղեցու գործերին կարող են միջամտել հենց այն բանի բերումը, որ իրենք հենց եկեղեցու մաս են կազմում, սա մեկ, եւ երկրորդը, այո, շատ ճիշտ է մեջ բերել Կտրիչ Ներսիսյանը, այն փաստը, որ հարցերը լուծվում են կանոնադրության, կանոնագրքերի եւ մնացածի հիման վրա, այո, եւ այդ կանոնագրքերի հիման վրա կուսակրոնության ուխտը խախտած անձը չի կարող հանդիսանալ ոչ եպիսկոպոս, ոչ արքեպիսկոպոս եւ ոչ էլ ընտրվել կաթողիկոս։ Եվ հետեւաբար Կտրիչ մենք պետք է այդ եզրակացությանը գանք, ոչ թե պետական կամ քաղաքական գործիչ։ Կներեք, էլի դա բան է, դա կեղծավորության, կեղծիքի ու աբսուրդի ժանրից է։ Ակնհայտորեն բոլորը գիտեն, որ այո, Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը։ Բոլորը դրա մասին գիտեն։ Հիմա ինքը ձևացնելու է, որ ինքը չի խախտել, բայց պետք է այսպես լինի, պետք է այնպես լինի, իմաստը որն է։ Բոլորը գիտեն դրա մասին։ Ավելի լավ է գոնե կյանքում մի անգամ ազնիվ կանգնեն, ասեն, այո, խախտել ենք, լավ ենք արել, տենց է պահելու ենք, կարում ենք, պահում ենք, այտենց իրանց բառապաշարին այսպես էլի, այս ոչի մեջ ենթադրում եմ պետքա պատասխան։ Բայց պարոն Ալեքսանյան, եկեղեցական կամ հոգևոր իշխանության վերին բուրգը չի փլվի, որովհետև ըստ այսպես խոսակցությունների ոչ միայն կաթողիկոսին է վերագրվում ընտանիք կամ երեխա ունենալը, այլ դուք օրինակ նաև նշում եք այլ արքեպիսկոպոսներ, հա, բարձրագույն հոգևորականներ, ստացվում է նրանք, ովքեր կաթողիկոսի հեռացման հարց պետք է քննարկեն, իրենք էլ խնդիր ունեն այդ կուսակրոնության հարցը։ Ոչ մեկ էլ պետք չի ոչ մի հարց քննարկի, կաթողիկոսը պիտի ուղղակի ազատի վեհարանը։ Ինչ վերաբերվում է բուրգի փլվելուն, է հազար ներողություն, բայց այդ խարանը եկեղեցու վրա պահելը տենց բան է, նորմալ է։ Այսինքն ինչա թե բուրգը չփլվի, մեր եկեղեցին պետքա տենց խարան ունենա իր վրա։ Վարչապետը ինչ որ տարօրինակ տեմպով սկսեց սաղմոսներ հրապարակել իր Facebook-յան էջում։ Սա կեղծավորություն չի, երկար ժամանակ էր չկար այդպիսի բաներ։ Ինչով է կեղծավորություն։ Դե ամեն դեպքում թվում է լինելով վարչապետ, նա որպես քրիստոնյա է, բոլոր քրիստոնեական տոներին, եթե չեմ սխալվում, վարչապետը մշտապես սաղմոս է արտասանում, մշտապես։ Բոլոր քրիստոնեական տոներին։ Չկա այստեղ։ Որտեղ է կերպարանափոխում կլներ, եթե օրինակ այդ վայ եկեղեցականներից մի քանիսը սկսեին սաղմոսներ տեղադրել իրենց։ Դե վարչապետը միգուցե ուզում է քողել այն փաստը, որ ինքը վարչապետ է, այսինքն եկեղեցու գործերին միջամտում է ոչ թե որպես վարչապետ, այլ հոգևորական։ Բայց դա որպես հոգևորական չէ, որպես հայրաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ։ Այո, որպես քրիստոնյա է ուզում միջամտել։ Ինչն է տեղ տարբերությունը։ Բայց սահմանադրությամբ վարչապետին չի թույլատրվում նման հարցեր բարձրացնել։ Այնքանով, ինչքանով դա հարց է իդեպ, որտեվ սահմանադրությունը չի ասում, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդ վարչապետը պետքա պաշտոնը ստանձնելիս դադարեցնի իր անդամությունը հայ առաքելական եկեղեցուն։ Տարանջատվում է պետությունը հոգևոր։ Իհարկե տարանջատվում, բայց նորից եմ ասում, քանի դեռ չի ասում, որ պետքա դադարեցնի իր անդամությունը հայ առաքելական եկեղեցուն, հետեւաբար որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ նրա ոչ մի ոչ լիազորություն, ոչ անդամություն հայ առաքելական եկեղեցում բան չի անում։ Ուղղակի մենք չենք կարող վերանալ այն փաստից, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, պարոն Ալեքսանյան։ Մի էլ վերացեք։ Հիմա դա եմ ուզում ասել, որ այս թեմային կարողա չէ, միացել են մի շարք, օրինակ, չգիտեմ, ատաղծագործներ, դարբիններ, վարորդներ, բժիշկներ շատ մեծ թվով եւ դրանից էլ է պետք վերանալ։ Բայց նրանք վերանալ։ չունեն լիազորություններ, հատուկ ծառայություններ, լիազորություններ չունեն զինված ուժերի, այսպես ղեկավարման կամ կառավարման։ Զինված ուժերի ինչ կապ ունի այս Եվ պատմությունը։ չէ, ուզում եմ ասել բժիշկը պետական գործիչ չի, էլի, Հիմա պետական հիվանդանոցի տնօրեն բժիշկ օրինակ ինչ կա։ Վարչապետի լիազորությունները ինքը չունի, Բայց լիազորություններն ինչ կապ ունի այս պատմությունը։ Վարչապետի լիազորությունները կուսակրոնության ուխտը խախտելու հետ ոչ մի կապ չունի վարչապետի այս գործունեությունը եւ պահանջներ ներկայացնելը արդյոք ճնշում չի աշխարհիկ իշխանության կողմից հոգեվոր իշխանությանը։ Ճնշումը հավատավոր հետևորդի կողմից
կեղծավորության ու պղծության դավանիչ ու քարոզիչ գործիչ եկեղեցական գործիչների նկատմամբ։ 7 տարի չգիտեք այս մասին, պարոն Ալեքսանյան։ Չեմ կարող բացառել, որ վարչապետը կամ չգիտեր կամ չէր հավատում։ Հիմա 7 տարի պահանջվեց հավատալու համար։ Գուցե ինչ որ 7 տարի պահանջվեց հավելյալ ինֆորմացիա ստանալու համար, չեմ կարող պատել։ Այ եկեղեցու հետ հենց հիմա կամ եկեղեցական բարձրաստիճան հոգևորականության հետ հենց հիմա այս թեմայի մեջ մտնել ինչով է պայմանավորված։ Ինչու հանկարծ որոշեցիք հիմա այս թեման բարձրացնել։ Դե երբ լիներ այդ հարցը տեղին էր լինել։ Չէ, եկեք հենց հիմա, ինչու հենց հիմա։ Դե երբ լիներ այս հարցը տալու եք, ինչ տարբերություն։ Բայց կարևոր է, ինչու հենց հիմա։ Ընդհանրապես կարևոր չի, երբ լիներ այս հարցը կարելի էր տալու։ Ընտրություններից 1 տարի առաջ։ Դե անցած տարի անենք, ասելու եք ընտրություններից 2 տարի առաջ։ Եկող տարի անենք, ասելու եք ընտրություններից, չգիտեմ, 5 օր առաջ։ Թույլատնել ձեր այսպես ընդդիմախոսների դաշտ ընտրությունից։ Շատ վատ առհասարակ, որ եկեղեցին ընկալվում է ինչ որ մեկին, ինչ որ մի քաղաքական ուժի ընդդիմախոս ու դա եւս հերթական սխալնա, որը թույլ է տվել գործող եկեղեցական վարչապետին։ Ինչպես չէր կարող վերանալ այն փաստից, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, այնպես էլ որ բարձրաստիճան բազմաթիվ հոգևորականներ քաղաքական հայտարարություններ են անում, քննադատում են, այսինքն որոշակի մենք կարող ենք տեսնել նաև ընդդիմության նարատիվների օգտագործում եւ երբ որ իշխանությունը հիմա է այս գործունեություն ծավալում եկեղեցու ուղղությամբ, կարող է լինել տպավորություն, որ սա ընտրություններից առաջ այդ դաշտը որոշակիորեն զսպելու միջոց է եկեղեցին, այսպես ասենք, ընդդիմադիր հայացքներով եկեղեցականներից ազատելու գործընթաց։ Ընդդիմադիր հայացքների մասին չի խոսքը։ Խոսքը, չգիտեմ, քաղաքական հայտարարությունների մասին չի։ Խոսքը անգամ նրա մասին չի, որ Կտրիչ Ներսիսյանը 21 թվին Մայրաթորը սարքել է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբ։ Դրա մասին էլ չի խոսքը։ Խոսքը նրա մասին չի, որ անցած տարի այն մյուսին հանել գցել էին փողոցները, որ գարերին գրկեր եւ չգիտեմ ինչ աներ, վերջում էլ գար Կանադայի քաղաքացի լինելով ինչ որ տեխնատու առաջադրվեր։ Խոսքը ընդհանրապես դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ կոնկրետ մարդիկ, Կտրիչ Ներսիսյանը ու էլի որոշ եկեղեցականներ խախտել են կուսակրոնության ուխտը։ Այդ փաստի բերումով նրանք չեն կարող հանդիսանալ կաթողիկոս, arczepiskopos, եպիսկոպոս, վարդապետ։ Չեն կարող հանդիսանալ եւ դուք նրանց կեղծավորության մեջ եք մեղադրում, բայց դուք էլ ոնց որ ազնիվ չեք։ Եկեք խոստովանենք, որ դուք ուզում եք ձեր որոշ քաղաքական հակառակորդներից ազատվել։ Եթե ուզենայինք որպես քաղաքական հակառակորդ դիտարկելու, որպես քաղաքական հակառակորդ այս պայքարը մղեինք առհասարակ, կանենք 20 թվականին, երբ որ հրաժարական էին պահանջում, կանենք 21 թվականին, երբ որ բան էին անում, ինչ անունը, Մայրաթորը չէ, Մայրաթորը երբ որ դարձրել էին Քոչարյանի նախընտրական շտաբ, կանենք 22 թվականին, հա, երբ որ դիմադրության շարժման ժամանակ մասովկա էին դարել Իշխան Սաղաթելյանի ձեռին, կանենք 23 թվականին, երբ էլի տարատեսակ կերպերով մասնակցում էին այդ ամեն ինչին, կանենք անցած տարի 24 թվականին, երբ որ արդեն ոչ թե Իշխան Սաղաթելյանի համար մասովկա էին, այլ Իշխան Սաղաթելյանացու, տենց ինչ որ մեկին էին գցել էին փողոցները։ Այդ ժամանակ կանենք։ Բայց խոստովանեք դուք որպես իշխանություն զայրանում եք, երբ որ ասենք Շիրակի թեմի առաջնորդը եկեղեցու եւ պետության անջատ լինելու սկզբունքը զայրանում։ Չէ, երբ որ օրինակ Շիրակի թեմի առաջնորդը ասում է, ես ասում եմ հեղաշրջման, այսպես ասենք, դուք որպես քաղաքացի չեք զայրանում։ Ես խոսում եմ իշխանություններից կամ մյուս arczepiskopos։ Ես թվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր օրինապար քաղաքացի զայրանում է, երբ ինչ որ մեկը իրան arczepiskoposi տեղ դրած հայտարարում է, որ Հայաստանի համար ապագայի լավագույն տարբերակը ռազմական հեղաշրջումն է։ Սրիկայություն է դա։ Դե ուզում եմ ասել, անբարոյականություն։ Դուք այդ թեման չեք հանդուրժում նրանց կողմից արձակել։ Այսինքն քաղաքական գործունեությունն է ինչով է խանգարում։ Եթե այդ թեման արծարծեին եւ լինեին կուսակրոնության թեման ուղղակի չէր բացվել, այլ կասեինք ուղղակի սրիկայություն են անում, որ ռազմական հեղաշրջման բանի մասին են խոսում։ Այլ թույլ թեմա կբացեք, ասենք մաքսանենգության հարցեր միգուցե բարձրացնենք, սա ուղղակի է, էլի, այսպես։ Չէ, ձեր ասածը ասում եմ, գալիս էլի կոտրվում այն փաստի առաջ, որ անելու լինեինք այդ ձեր ասած սցենարով 20, 21, 22, 23, 24 թվականների կանեինք։ Այդ մարմինը համակարգող խորհուրդը
ինչ ստատուս է ունենալու, դա պետական կառույց է, ՀԿ է, որովհետև ներողություն կաթողիկոսն էլ ասաց, որ պետական քաղաքական գործիչները հնարավորություն չունեն, իրավունք չունեն, ըստ էության մեր գործ են խառնվելու, ուզում եմ հասկանալ, գնացել է այնտեղ բանի։ Միջամտության ինչ ձևաչափ է պատրաստում իշխանությունը։ Այս կարևոր է էլի ֆիքսել։ Երբ որ ասում եմ անցած տարվա այն մյուսը, որ փողոցներում գառներ ու կանանց էր գրկում ու տղամարդկանց էր գրկում փողոցներում, այս վերջերս իր հարցազրույցներից մեկում մի հատ միտք է ասել, ասում է Իմ հետ պարբերաբար կապի են դուրս գալիս տարբեր օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ, ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական ներկայացուցիչներ, ասում են, այ եթե ձեր երկրում իշխանափոխություն չանեք, Սոդոմ Գոմորա լինելու, էսա լինելու, այնա լինելու։ Այսինքն օտարերկրյա պետության ներպետությունների ներկայացուցիչներին կարելի է իրանց հետ կապվել, կարելի է խառնվել իրանց ներքին գործին, կարելի է իրանց հանել շպրտել փողոց, որ իրանք Հայաստանի ներքին գործերում փորձեն ինչ-որ գործողություններ անել, բայց վիճիցելի կներեք օտարալեզու բառի համար վիճիցելի Հայաստանի պետական գործիչներին եկեղեցու գործերին չի կարելի խառնել։ Այ հենց սրա համար է նաև այս պատմությունը, որ հայ առաքելական եկեղեցին չպետք է դառնա ինչ-որ օտարերկրյա հատուկ ծառայությունների, այտենց շիստյորկեքի ու վեցնոցների ու յոթնոցների ով դառնում է բռնեք, պարոն Ալեքսանյան։ Ես որ դեմ եմ, որ մենք ունենանք օտարերկրյա գործակալներ հոգևորականության շրջանում։ Երդվում եմ, թե որևէ քննադատական հարց տամ իշխանություններին, եթե դուք փաստեր ներկայացնեք, որ ինչ որ մեկը օտարերկրյա գործակալ է եւ դուք բռնել եք նրան, չեք բռնել, ուղղակի ասում եք։ Այստեղ ուղղակի ուզում եմ մենք իրար ճիշտ հասկանանք, էլի, ինչ որ մեկին բռնել զուտ օտարերկրյա գործակալ լինելու բերումով, եթե այդ երկիրը օրինակ չգիտեմ, էլի կոնկրետ 1-2 երկրներից մեկը չի դրա բերումով ինչ որ մեկին բռնել, մեր օրենսդրությունը թույլ չի տալիս։ Դե օտար շահերը է սպասարկում, չգիտեմ, պետական դավաճանություն կարող է անել։ Չէ, կարող է անի։ Անում է թե չի անում, դա է պետք է ապացուցել։ Օրինակ, չգիտեմ, հիմա կամայական Ռուսաստանի Ենթադրյալ Հայաստանի քաղաքացի, երկքաղաքացի Ռուսաստանի օրինակ, էլի, զուտ օրինակ են բերում, հանկարծ ուրիշ բան չմտածեն մեր քաղաքացիները, մեկը գնում է Ռուսաստան, այնտեղ դառնում է, ենթադրենք, չգիտեմ, FSB-ի կամ ԳՌՈՒ-ի գործակալ, հետո հետա գալիս Հայաստան, օրինակ, չգիտեմ, այդտեղ բժիշկ է աշխատում։ Այդ մարդուն պետք է բռնել հենց այդ գործակալ լինելու բերում։ Քայքայիչ աշխատանքների համար միգուցե։ Դե ասածս այն է, որ դուք քաղաքական հայտարարություն եք անում, պարոն Ալեքսանյան, որ օտարերկրյա գործակալը։ Ես չեմ անում, իրենք են անում։ Շատ լավ, ստուգված է պարոն Գալստյանը օտարերկրյա գործակալը, թե չեմ կարող ասել։ Դե որպես իշխանություն դուք պետք է ասեիք եւ մեզ քաղաքացիներին տեղեկացնեք, նա օտարերկրյա գործակալ է։ Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, այդ մարդը երկքաղաքացի է, հիմա կարող Կանադայում չգիտեմ, ինչ-որ էս կամ են պաշտոն ունի, էս կամ են կոչում ունի, էս ունի, կարող ուրիշ երկրի հետ կապված ունի։ Ես ինչ կարող եմ իմանալ։ Ես ոնց կարամ աշխարհի բոլոր երկրների հատուկ ծառայությունների բանը իմանալ։ Թվում է դուք շահարկում եք թեմաները, բայց պատասխաններ կոնկրետ չեք տալիս։ Ոնց չենք տալիս։ Բոլորին է պատասխաններ տալիս ենք, ամեն ինչին է պատասխան տալիս ենք։ Իսկ այդ կառույցը Օ, հստակ ենք տալի, հասկանում եմ, որ շատ գրավիչ ասել է գործակալա բռնեք, բայց այտենց հո չի աշխատում։ Այդ նույն գործակալները միջև այս վերջերս, միջև անցած տարի բան էին զվարթնոցում նստած, բան էին անում։ Աշխատանք էին կատարում։ Այդ հո գործակալ լինելու հիմքով հո մարդուն ուղակի չեն բռնում։ Զվարթնոց ինչ նկատի ունեք, օդանավակայանում։ Օդանավակայանում մաքսային ծառայություն է, անցագրային ծառայություն է, ինչ է անում։ Ռուսաբանապաններ նկատի ունեք։ Հա։ Դե բայց նրանք պաշտոնապես Հայաստանի կողմից։ Դե հա, պաշտոնապես Հայաստանի կողմից ընդունված, այսինքն նկատի ունեմ այդ ուղակի կոնկրետ գործակալ լինելու բերումով մարդուն չեն բռնում։ Եկամ Կադիրովականների հետ տենց գնացել է Վանեցյանի ու չգիտեմ ինչ այն Մասիսի վարչապետի տեխնացու Դավիթ Համբարձումյանի նկատի ունեք։ Այդ չգիտեմ իմ կարգման ավելի ծիծաղելի էր դա հնչում, բայց այնուամենայնիվ նրա ներկայությամբ ինչ որ տենց հոգևոր արժեքներից ու բանից է խոսում իրոք։ Այսինքն մի մարդու կողքին, ով 18 թվականից անցնում է քրեական գործերով, մարդկանց ծեծելու հետ կապված, քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու հետ կապված, ում եղբայրը անցել է ինչեր խմբի կազմում, եթե չեմ սխալվում, խմբի կազմում մարմնավաճառությունը օժանդակելու հարցով։ Այդտենց քրեական գործով անցել նրա եղբայրը։ Այդտենց մարդկանց հետ, հա, այդտենց մարդկանց հետ ինքն իրաց գումա ինչպես զուկը ջրում ու այդ մարդկանց համար ինքը գուցեև իրոք Սուրբ Հակտրիչ Ներսիսյան։ Գուցեև հենց այդ մարդիկ են, որ իր աչքը պետքա համբուրեն։ Գուցեև։ Այստեղ ոչ մի արտարոց դեպք չեմ տեսնում։ Ինչ քայլ է պատրաստվում իրականացնել Հայաստանի քրիստոնեական քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։
կաթողիկոսին հեռացնելու։ Չէ, որպես քրիստոնյաներ, որպես քրիստոնյա եք հիմա հանդես գալիս, որպես պետական պաշտոնյա չեք հանդես գալիս, պարզ է։ Որպես կուսակցություն ոչ մի քայլ չենք պատրաստվում։ Դա եմ ասում, որպես քրիստոնյաներ ինչ եք անելու, որ կաթողիկոսը հեռանա։ Ոչ մի քայլ չենք ձեռնարկելու, բայց վարչապետը արդեն իսկ հայտարարել է կոնկրետ խմբի ձևավորման մասին։ Հետագա գործողությունները լրիվ պարզ են։ Եվ պատասխանատուն այս խմբի գործողությունների քրիստոնյան Նիկոլ Փաշինյանն է լինելու։ Ինչ ասելա պատասխանատուն այս խմբի։ Այսինքն նրանք օրինակ գնան վեհարանը փակեն։ Չէ, նրանք չեն գնալու վեհարանը փակեն։ Նրանք չեն, ոչ մեկ չի գնալու վեհարանը փակի, ոչ մեկ չի հարձակվելու վեհարանի վրա։ Այն տարատեսակ աշխուժակներ կան, որոնք իրանք բարբերաբար խոստովանում են, որ իրանք բան են անում։ Հիշում եք այն Նայիրի Ինչանյանն էր, Հոխիկյան, հա կներեք, Հոխիկյան, որ հայտարարում էր, հիշում եք, որ Լեռնային Ղարաբաղի դեպքերն եղան, ասում էր, Ռուսաստանի դեսպանատուն էին ինձ կանչում, պատմում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, ոչ մի պարագայում էս չի լինելու։ Բան այդ մարդը ու իրապես էլի մի քանի մարդիկ բարբերաբար հայտարարում են, թե իբր ինչ-որ բախումներ ա լինելու մարդկանց մեջ։ Քաղաքացիական պատերազմ եք սադրում իդեպ։ Հետո ասում Արթուր Վանեցյանը, Հայաստանի պատմության ամենա մեզ մոտ 3 Լևոն Զուրաբյանն էր նաև ասում, որ սադրում եք քաղաքացիական պատերազմ։ Ինչ տարբերություն։ Լևոն Զուրաբյանը ասացիք անկեղծ ուղղակի չգիտեմ ով է կոնկրետ հանձնարարել, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանին որպես նա գնա այնտեղ, բայց խնդրում եմ ուղղակի հարգեք այդ մարդու տարիքը, արդեն դադարեցրեք օգտագործել նրան։ Չասացիք ով է լինելու այդ խմբի գործողությունների պատասխանատուն։ Դուք որպես քրիստոնյաներ խմբի գործողություններում դե ասենք եթե խմբի անդամները եթե կուզեք հա ես եմ ես այդ խմբում չեմ լինելու բայց եթե կուզեք ես եմ կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակեն դուք եք պատասխանել կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակեն դե օրինակ Քուչտան դուրս գա մեքենա Ներսիսյանն նկատի ունեք որ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի կաթողիկոսը չի Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության այդպիսի որոշում կայացվել է ճիշտ տեմպային երբ որ ինքը խախտել է կուսակրոնության ուխտ այդ որոշումը ուրիշ մարդ չպիտի կայացնի բայց եկեղեցական ժողովը պետք է կայացնի պարոն Ալեքսանդր ոչ թե կառավարությունը նրա հեռացման հարցը դուք չունեք լիազորություն նա ավտոմատ կերպով անհամատեղելի է իր կարգավիճակի ով պետք է դա ֆիքսի դա հենց ինքը պետքա ֆիքսի դա բոլորը պետքա ֆիքսեն դա հայարակելական եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր հետևորդ ինքն իր համար պիտի ֆիքսի երբ որ դուք իմանաք որ օրինակ չգիտեմ ես ազգային ժողովի падգամավոր եմ եւ ունեմ պաշտոնյան համատեղելիություն հանդիսանում օրինակ երկքաղաքացի չգիտեմ Մոզամբիկի հետ երկքաղաքացի ԱԺ ղեկավարությունը կամ պետական որևէ մարմին պետք է գործողություններ ծավալ եթե չի ծավալում քանի դեռ չի ծավալել դուք մնում եք падգամավոր պարոն Ալեքսանդր ես այդ փաստի բերումով արդեն այդ փաստի ի հայտ գալու բերումով ես չեմ հանդիսանում падգամավոր հանդիսանում եք քանի դեռ ոչ չեմ հանդիսանում Ոնց չեք հանդիսանում Չեմ հանդիսանում Այդ փաստը ի հայտ եկավ Ոնց եք զրկվում մանդատից դա եմ ուզում հասկանալ Այդ փաստը հենց ի հայտ եկավ ես էլ ազգային ժողովի падգամավոր չեմ հանդիսանում Եվ եթե այդ փաստի ի հայտ գալուց հետո ես ինչ-որ մի հատ քվեարկություն էլ անեմ ազգային ժողովի այդ քվեարկությունը իմ ձայնի մասով անվավերա ճանաչվել Բայց ինչ-որ մեկը պետք է որոշի չէ որ դուք չունեք մանդատ Դա ավտոմատ որոշված է այդ փաստի բերումով Բայց որոշողը իրենք են Իրենք էլ չեն որոշում, հոգևոր գերագույն խորհուրդը կամ եկեղեցական Ոչ իրանք չեն որոշողը։ Դա արդեն իսկ որոշված է այն փաստի բերումը, որ ինքը խախտել է ուխտը։ Այս օրինակը շատ լավն է, падգամավորի ու երկքաղաքացիությունից անջատ է, իրենք պետք է այդ որոշումը կայացնեն։ Ինչ որոշում կայացնեն։ Իրանք այդ որոշումը կայացնել են, երբ որ այդ կանոնագիրքը ընդունել են։ Այդ կանոնագրքում հստակ գրած է, որ կաթողիկոսը պետք է լինի կուսակրոն։ Բայց պարոն Ալեքսանդրյան, իրենք չեն ընդունել, որ կուսակրոնության ուխտը խախտել են։ Դուք էլ փաստեր չեք ներկայացրել կներեք։ Դուք Ինչ փաստ եք ակնկալում որ ներկայացնեք։ Երեխաների անուն ազգանուններ միգուցե։ Չգիտեք։ Չէ, ես չգիտեմ։ Հրապարակ օրաթերթ կարդացեք, հրապարակ օրաթերթը, եթե չեմ սխալվում, տարիներ առաջ շատ մանրամասն հոդված է գրել։ Իդեպ մենք հիմա որ փողոցում ենք։ Սարյան։ Այս փողոցի հետ կապված էլ ինչ-որ մի բիզնես էր վերագրել կաթողիկոսի զավակին, հենց այս փողոցում։ Չգիտեմ այդ բիզնեսը դեռ կա թե չէ, բայց հրապարակ օրաթերթը հստակ բաներ գրել։ Ես հիմա ոչ անուն կտամ, ոչ բան կասեմ, բայց հրապարակ օրաթերթը դաշնակցական ռեժիմը։ Հրապարակ օրաթերթին տեսեք, ձեզ համար հետաքրքիր տեղեկություն է հայտարարից նրանց անկեղծ եմ ասում, ես վստահ եմ, ես հիմա քանի հազար հոգի որ կդիտի այս հարցազրույցի, ես վստահ եմ նրանց 90%-ը թե անունը կիմանա, թե ազգանունը կիմանա, թե մասնագիտությունը կիմանա։ Ամեն ինչն է կիմանա։ Բայց դուք ինչ եք եզրակացնում են փաստից, որ բարձրաստիճան հոգևորականությունը մինչև հիմա չի ընդունել, որ ուխտակրոնության
կուսակրոնություն։ Այնքան եմ խառնել արդեն ուխտը խախտել են, հա, իրենք չեն ընդունում։ Չեն ասել, այո, մենք խախտել ենք եւ մենք որոշում կկայացնենք։ Իրենք ասում են, ձեր գործը չի, որոշումը մենք ենք։ Դա հենց արդեն իսկ պատասխան է։ Ինչու։ Որ իրանց պատասխանը, եթե թարգմանենք իրանց այդ խառը լավաշները դեպի հայերեն կարճ նախադասություն, ապա կստացվի հետեւյալը. խախտել ենք, լավ ենք արել, ձեր ինչ գործն է, որը իդեպ, եթե չեմ սխալվում, այն բանը ստալինապաշտ տերտերը բաներ արել, կրկնել էլ նույնիսկ, ձեր ինչ գործ, ձեզ ինչ։ Էդ է իրանց ասածը։ Ես ասում եմ, որ ոչ, տենց չի։ Այդ չեք կարա հայ առաքելական եկեղեցին դարձնեք ձեր դուքյանը, չեք կարա ձեր կեղծավորությունը, ձեր սրբապղծությունը, ձեր ուխտադրժությունը, ձեր երթմնազանցությունը կապեք ու փաթաթեք եկեղեցու վրա։ Եկեղեցին պետքա պաշտպանել ու պետքա պաշտպանել ձեր մաֆիոս կարգերից, պետքա պաշտպանել օտարերկրյա գործակալական ցանցերից, պետքա պաշտպանել ուխտադրուժներից, պետքա պաշտպանել երթմնազանցներից։ Դրանից է պետք պաշտպանել եկեղեցին կոռուպցիոներներից, հայասպան սրիկաներից, որ Հայաստանի Երևանի կենտրոնում մարդկանց էին գնդակահարում, այսօր վիճիծելի եկեղեցապաշտ են դառել, որ բանա ձեռները կկոտրվի, եթե հանկարծ խաչակնքվեն այդ վիդեոները տեսել եք իդեպ։ Եկեք սփոյլեր արեք, ասեք իշխանության հաջորդ քայլը որն է։ Իշխանության քայլերը շատ པարզ են լինելու, որպես քրիստոնյա իհարկե, որպես պետական իշխանություն չէ, շատ པարզ են լինելու, շատ թափածիկ են լինելու, կոնկրետ այդ խմբի գործողություններն էլ շատ համակարգված, շատ པարզ, շատ թափածիկ են։ Հեքիաթները, որ լսում եք, այդ որ բարբերաբար դաշտ են նետում, շրջափակելու են, գրավելու են, ծեծելու են։ Շրջափակումից է եզրակացում, որ դա լինելու է։ Իզուր։ Էս են անելու են, նման բան չի լինելու։ Իրենց աղոթքով են հեռացնելու կաթողիկոսին։ Մեր Կտրիչ Ներսիսյանին հեռացնելու են սիրով Վեհարանից, որովհետև Վեհարանը վեհիտերն է, ոչ թե Կտրիչ Ներսիսյանը։ Նկարագրեք այդ սերը ոնց է գոյանալու, որ նա սերը տարբեր դրսևորումներ ունի, այնպիսի դրսևորում միանշանակ չի լինի, ինչպիսին որ գուժում են տարատեսակ գործակալներ։ Չէ, բայց իմանանք Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմի գործիքներ։ Այս խումբը ինչ է անելու։ Աղոթելու է, որ կաթողիկոսը հեռանա։ Այսինքն ոնց է էլի, այսինքն որպես քրիստոնյաներ են բարձ է հանդես գալիս եւ վարչապետը հոգու աչքերով պետք է հասկանա, նրանք պահել են կուսակրոնություն կամ, չգիտեմ, կարդացել են։ Բայց կներեք, բարեվարկության ստուգումը, որպես բարեվարկության ստուգումը, որի մասին որ խոսվում է այդ խումբը ձևավորելուց, որը որ պետք է նաեւ բարեվարկության ստուգում իրականացնի, այդտենց ինչ որ բան չի, միֆական բան չի կամ չգիտեմ ինչ չի, շատ հստակ կարելի է ստուգել ինչ որ մեկի բարեվարկությունը։ Վերցնելու Աստվածաշունչ կարդացել ես, չես կարդացել, պահք, իդեպ չեմ կարող բացառել, որ որոշ եկեղեցականների դեպքում դա էլ շատ ակտուալ կլիներ, բայց այնուամենայնիվ ոչ միայն դա, բարեվարկությունը իրենից շատ բան է ենթադրում։ Օրինակ արժեքային տեսանկյունից։ Առհասարակ, երբ որ կներեք, էլի դուք չեք տեսել տարատեսակ վիդեոներ համացանցում, որ հայ բարձրաստիճան կամ ամենաբարձրաստիճան նույնիսկ հոգևորականներ խոսում են ու տպավորությունա, որ չգիտեմ, այնտեղ ինչ այն Հայաստանում արգելված օրենքով գողերը խոսան, այնպես տպավորություն ձեր մոտ չի առաջացել, օրինակ տարատեսակ վիդեոներից։ Ձեզ դա նորմալ է, օրինակ չգիտեմ, որ դուք գնում եք եկեղեցի այդ փաստը, որ հիշում եք, ձեզ դրանից ճնշված չեք զգում։ Դե, գիտեք, պարոն Ալեքսյան, եկեղեցում առկա խնդիրները ակնհայտ է եղել տասնամյակներ շարունակ։ Իսկ այդ խնդիրների ինչ որ մեկը պետք է լուծի։ Եվ խնդիրներից, օրինակ, հիմնական քննադատությունն է, որ ես լսել եմ Բարձրաստան հոգևորականների նկատմամբ, որ կարևոր քաղաքական առանցքային հարցեր, ասենք մարտի 1 լիներ, չգիտեմ, հազար մի հարցեր, երբ որ ժամանակի իշխանությունը ճնշել են քաղաքացիներին ընդդիմությանը եւ այլն, ընդ որում բիրտ մեթոդներով, նրանք մնացել են անտարբեր այդ գործողությունների նկատմամբ, շատ մեղմ բառ օգտագործեմ։ Այս խնդիրները իհարկե մարդիկ բարձրաձայնել են, կարող է ինչ որ մարդիկ հեռացել են եկեղեցուց հենց այդ պատճառով նրանց ասոցացնելով նախկին իշխանությունների հետ, բայց ձեր արածը ստացվում է հարված ազգային կառույցին, ստացվում է ո՞նց է ստացվում հարված ազգային կառույց։ Սա համարվում է, կներեք, ոչ, ազգային կառույցի պաշտպանություն է մեր արածը։ Վարկաբեկում չի սա։ Ինչով է վարկաբեկ։ Այսինքն Կտրիչ Ներսիսյանը, որ կուսակրոնության ուխտը խախտում է, դա վարկաբեկում չի, որ բոլորը դրա մասին գիտեն, դա վարկաբեկում չի, որ այնտեղ մեկը իր քեռու կնոջ հետ է կենակցում, դա վարկաբեկում չի, երբ որ այնտեղ մաֆիոս կարգեր են տարատեսակ հաստատում, դա վարկաբեկում չի, երբ որ ուղիղ տեքստով համաձայնում են, որ բանը օտարերկրյա գործակալներն ու հատուկ ծառայություններն են իրաց դրդում Հայաստանում ներքաղաքական էս կամ այն պրոցեսի, դա վարկաբեկում չի, բայց երբ որ այս ամեն ինչի դեմ պայքարագրում, դա վարկաբեկում է։
Էս ինչ ծուր հայլիների թակավորությունը։ Կներեք, ես դա էլ է կեղծավորություն։ Դա հենց կեղծավորությունն է պնդել, թե մեր արածը եկեղեցու դեմ է։ Սա ի պաշտպանություն եկեղեցու է։ Տեսեք, մի այլ քննադատություն։ Եթե Արթուր Վանեցյանը, չգիտեմ, այնտեղ Մասիսի են կավատության գործով անցնողի եղբայրը ու կամ այն մնացածն են բանի Հայաստանում եկեղեցու պաշտպանները, վայ մեզ էլի ուրեմն։ Վայ մեզ։ Բայց խնդիրը, երբ որ Փաշազադեն հարվածի տակ է առնում Հայ Առաքելական եկեղեցուն, միաժամանակ Հայաստանի իշխանությունը սկսում է նման գործընթաց, պարոն Ալեքսանդր։ Այդ բանը, այդ միֆական, այդ կապեր գտնողները, չէ, բայց փաստեր են։ Եկեք իրոք սրանք փաստեր են։ Փաշազադեն քննադատեց եւ դուք էլ սկսեցիք այս գործընթացը։ Եվ մարդիկ ասում են միասին ձեռք-ձեռքի տված է։ Որ գործընթացը։ Կուսակրոնության ստուգման։ Ուրեմն ձեր ասածով ստացվում է, որ Փաշազադեի ասածից հետո էր, որ մի քանի այնտեղ բարձրաստիճան եկեղեցականներ որոշեցին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հասցեին պետք է անեն վիրավորական հայտարարություններ։ Դա ձեր մեկնաբանությունն է։ Չէ, այսինքն ձեր ասածից է դա է, որովհետև այդ պատճառը հետևանքային կապի մեջից բաց թողնել են հատվածը, որ մի երկու, չգիտեմ ինչ, որոշեցին, որ վարչապետին պետք է ամենավերջի բառերով վիրավորեն, այդ բան ալնում, այդ ինչ տրամաբանական շղթա ուզեք կստանամ, եթե իմ ուզած բաները արանքից հանեմ։ Խնդիր չեք տեսնում, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը եւ Հայաստանի վարչապետը թիրախավորում են նույն կառույցին։ Դուք խնդիր չեք տեսնում, որ այդ ընթացքում բանա, ինչ անունը, Հայ Առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ վիրավորում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Իհարկե խնդիր տեսնում եմ, նաեւ խնդիր կա վարչապետի բառապաշարում, հայտնի բառաֆոնդը օգտագործելով։ Չէ, մի վարք է, պատճառը հետևանքային կապը ճիշտ դրեք, որ բառաֆոնդ։ Կապ չունի, բայց նա Հայաստանի վարչապետն է։ Հասկացա, բայց չէ, մի վարք է, պատճառը հետևանքային կապը ճիշտ դրեք։ Վարչապետը ընդհանրապես ասաց, որ եկեղեցիները չուլանացման են գնում։ Չէ, այս ոչ մեկին վիրավորական չէ, հարված չէ, հստակ չէ, հաջորդ ինչին հետևեց հոգևորականի քննադատությանը թե հստակ վիրավորանքին ինչ էր վիրավորել ես չեմ հիշում ոնց էր վիրավորել չեմ չէ առաջարկում դե բառերը չեք հիշում որ ինքը կարող էր շտկել իրավիճակի եկեղեցում եթե տեսնում էր թափթփված եւ այլն այսպիսի բաներ եմ ես լսել չէ ուրիշ բառեր չեք լսել լավ ամեն դեպքում նա վարչապետ է եւ երևի չարժե վիրավորանքով եկեք հարցերը իրարից առանձնացնենք եկեք հարցերը իրարից առանձնացնենք այսքան arczepiskoposները տենց բան էին հա փողոցային չգիտեմ ինչեր էին իրանց կարելի է վիրավորել կարելի էր օրինակ կենակցել բառը օգտագործել եւ ոչ հանրահայտ փողոցային փաստը թողած որ մարդը եկեղեցու անունը արատավորում է սեփական քերու կնոջ հետ կենակցելով տենց կարևորա թե ինչ բառով է դրա մասին ասվել ես ինչ բանի մեջ ենք ընկե ժողովուրդ կներեք էլի ես էս էլա կեղծավորության դրսևորում հազար ներողություն էս էլա կեղծավորության դրսևորում ես սրա հետ հաշտ չեմ ես չեմ կարող սրա հետ հաշտ լինել Սա կեղծավորությունն է, որ երբ որ մարդը իր քերու կնոջ հետ կենակցում է, դա քրիստոնեական ոչ մի բանով ընդունելի չի։ Առհասարակ ընդունելի չի ու չի կարա լինի։ Մի հատ էլ այդ մարդը եկեղեցական է, որ դրանովից նաև մի հատ եկեղեցին է արատավորում։ Այս մտքի հետ են բոլորը հաշտ, նու բոլորը չէ, կոնկրետ մարդկանց խում։ Բայց այ երբ որ այդ կենակցելուն ուրիշ բառով ես ասում, այ դու սրիկա։ Տեսեք, միգուցե դուք փորձեք, այնչու է տարբերակը չփորձեցիք մի քիչ այլ խողովակներով շփվել, չեմ ասում կուլիսային ինչ-որ առևտրի գնալ, այ որ հարգելի բարձրագույն հոգևոր խորհուրդ, կա այսպիսի փաստերի խումբ, որպես քրիստոնյաներ ոչ թե իշխանություն, մենք հարաբերվեք դրա հետ։ Ինչու հրապարակայնացրիք։ Այդ կլիներ ուրիշ բան։ Կներեք, որովհետև դուք թվում է նրանց դրել եք նաև այսպես բանի առաջ, հա, այսինքն ճշմարտակ ընդվում հանրային խայտարակվեք ձեր կամքով կամ մենք ձեզ կխայտարակենք այդ բանի տակ եք դրել երկընտրանքի փակուղում եք պարոն Ալեքսանյան դուք էլի բան եք անում բաց եք թողում հստակ փաստը այդ երկընտրանքի առաջ մենք չենք իրանց դրել այդ երկընտրանքի առաջ իրանք են իրանց դրել երբ որ խախտել են Աստծո առաջ իրենց կապած ուխտը ինչու ոչ հրապարակային չարեցիք միգուցե նրանք բայց ինչի պետքա ոչ հրապարակային ոչ հրապարակային անենք ստեղ էի գալու ասելու եք այդ ինչ ստվերային խաղերի մեջ եք մտել այդ խիղ ժողովրդի առաջ թափանցիկ չեք այդ հանրությունից ինչ եք թաքցնում այդ հենց անենք այդ էիք ասել այ եթե ոչ հրապարակային ամեն ինչն է թափանցիկ են ոչ հրապարակային անեք միգուցե նրանք իրապես ինքնամաքրման ճանապարհով գնային ոչ թե ոչ հրապարակային անելը իմ ընկալմամբ հենց դա կվնասեր եկեղեցուն։ Դա կդառնար հենց այն ինչի մեջ մեզ մեղադրում են, որ
կաթողիկոսը ձեզ տհաճ է, այս մեկը ձեզ տհաճ է, դուք ուզում եք ձերբազատվեք ձեզ տհաճ մարդկանցից, իսկ մենք հակառակը։ Մենք հայ առաքելական եկեղեցուն անաղարտությունը վերադարձնելու process ենք առաջարկում։ Իսկ կա սրբազան, որը կուսակրոնության ուխտը չի խախտել եւ կարող է լինել կաթողիկոս, ունեք ձեր տեխնացուն։ Ոչ, մենք տեխնացու չունենք եւ կարծեմ չենք էլ կարող ունենալ։ Չէ, նկատի ունեմ որպես քրիստոնյաներ, պարզ է դուք հիմա հանդես չեք գալիս որպես Հայաստանի իշխանություն, որպես քրիստոնյաներ։ Այստեղ անմեղության կանխավարկած ցանկացած պարագայում պիտի գործի իմ ընկալմամբ ու այսինքն շատ մեծ սրբազանների թվի հետ կապված չեմ կարող ոչինչ ասել, որտեղ ընդհանրապես տեղեկություն չունեմ։ Կան կուսակրոն եկեղեցականներ, չգիտեմ եպիսկոպոսի աշճան ունեն, թե չունեն, բայց առնվազն որ հանրային գուցե վարդապետի կոչվում են, որ չգիտեմ, շատ մեծ հանրային ընկալում ունեն, բայց ելի չեմ կարող ասել, որտեղ նման ինֆորմացիա չունեմ։ Բայց հենց սա բարձելու համար է, որ պետքա ձևավորվի վարչապետի նշած խումբը, որը ուղղակի բարեվարկության ստուգում կանցկացնի։ Բայց ինքը չասեցիք ինչ կարգավիճակ է ունենալու։ Պետական մարմին է լինելու։ Չեմ կարծում, ինչ որ անցմայր արդարադատության նման մի հանձնաժողով։ Չեմ պետական մարմին պիտի լինի, կարծում պետքա լինի հանրային մարմին։ Իսկ ինչ լիազորություններով։ Դե հենց այդ բարեվարկությունը ստուգելու կոնկրետ։ Այսինքն իրենք են փաստեր հավաքագրելու եւ հրապարակելու հոգեվորականների այս մանրամասների մեջ թույլ տվեք չմտնել, բայց սկզբունքը դա է։ Բայց քանի որ վարչապետն է 10 հոգուն ընտրելու առաջին 10 հոգուն, սա վստահ եմ հասկանում եք, չէ՞, որ սա ինչ գործողություն անի, դիտարկվելու է իշխանության ձեռքի գործը, բան Ալեքսանդր։ Լինի սահմանադրական գործողություն։ Ես այն համար ակնհայտ է, որ դա այդպես է անցալվելու, բայց ես չեմ կարծում, որ դրա հետ պետքա հաշտ չլինել ու կամ առհասարակ այդ մտքի դեմ պետքա բանը։ Ես նորից եմ ուզում ֆիքսել այն փաստը, թե ինչ անում վարչապետը։ Վարչապետը պայքարում է հայ առաքելական եկեղեցուն անաղարտությունը վերադարձնելու համար։ Բոլոր այն մարդիկ, ովքեր երեք գնացել էին օդանավակայանում կտրիճին դիմավորեն, իրանք պայքարում են կեղծիքը, կեղծավորությունը, ուխտադրժությունը հայ առաքելական եկեղեցու ճակատին որպես խարան պահելու համար։ Էտա։ Հիմա բան են անում, չէ՞, եկեղեցու դեմ հարձակումը կեղծավորներն են եկեղեցու ներսում։ Եկեղեցու դեմ հարձակումը այն կեղծավորներն են, որոնց ձեռքը պաչում են կոռուպցիոներները, սրիկաները, մարդասպանները, որոնց հետ օրթախ են այդ կեղծավորները տարատեսակ գործերում, որոնց հետ գուցեև լավ մի խոսքով շատ։ Պարոն Ալեքսանյան, դուք էլ եք ձեր իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, հենց Քոչյանը հայտնվում է, մեր ռեյտինգը թռչում է վերև։ Կարող է դուք էլ որ ձեռք եք տվել այսպես կաթողիկոսին, հա, նրա ռեյտինգն էլ բարձրանա ձեր ձեռք տալու հետևանքով։ Այսքան ժամանակ չի եղել, որ մենք մեկին ձեռք տանք ու նրա ռեյտինգը բարձրանա, հակառակ։ Կոնսոլիդացիա չկա նրա շուրջ։ Ու ինչ կոնսոլիդացիա, ասենք Արթուր Վանեցյան, չէ, մի վարքյան, այդ ընդդիմադիր ուժերին եկեք թվարկենք։ Արթուր Վանեցյան, ինչ որ մի մաս։ Արթուր Վանեցյան, Իշխան Սաղաթելյան, հետևաբար Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ մասիսի իրանց բանով, Սերժ Սարգսյանի վախերի արտացոլանքով, չէ՞։ Էլով կա։ Էլ ինչ ան։ Հա, Հայկ Մարության, Լևոն Տեր-Պետրոսյան, ռուսական Միկա Բադալյան, այս ամեն ինչի հետ մեկտեղ են հայտնի աշխուժակը։ Բոլորով, ինչա, այս մարդկանցով ռեյտինգ պետքա բարձրանա, ինչ որ մեկի թող բարձրանա, ես դեմ չեմ։ Այս բանա, չէ՞, բանա ինչ անը։ Պարբերաբար ասում են մենք Ռուսաստանի հետ կապ չունենք, մենք Ռուսաստանի հետ չենք սնվում, այս չենք անում, այն չենք անում։ Հենց բանալ, այս նույն մարդիկ, այս նույն ամբողջ կազմը։ Սենց մի հրամանով, չգիտեմ, տենց դա տավարիշ մայոր դեմքով գնում կանգնում են այնտեղ։ Ինչ ուզում է լինի, կոնկրետ դեպքեր կա, կոնկրետ դրվագներ կա։ Հենց լինում է, այս մարդիկ գնում են այնտեղ կանգնում են, որ նայում ես դեմքներին այդ հարցազրույցների ժամանակ դեմքին գրած է «Слушаю, товарищ майор»։ Անկեղծ, դուք որ այդ վիդեոները նայում եք, այդ արտահայտությունը չեք կարդում նրանց դեմքներին։ Իսկ եթե Գարգին երկրորդը չհեռանա Վեհարանից, ինչ է կանել։ Կտրիչ Ներսիսյանը չի կարող չհեռանալ Վեհարանից։ Դա քաղաքական հայտարարություն է, պարոն Ալեքսանդր։ Չէ, դա քրիստոնեական հայտարարություն է։ Առավել եւս չի կարող չհեռանալ։ Ինչ գործողություններ եք անել, որ ձեր հայտարարությունը իրականանա։ Ինչ եք անել, որ դա լինի։ Պարտադիր կերպով նա հեռանալու է։ Ոչ մի գործողություն, այսինքն հավատքով եք հեռացնելու։ Եվ սանկից։ Նոր մեթոդիկա է քաղաքական պայքարը։ Բայց սա քաղաքական հարց, չկներեք, սա հավատքի հարց է, չէ, քաղաքական չի։ Ինչքան էլ որ
Կտրիչ Ներսիսյանը եւ իր հետ մի քանի եկեղեցականներ փորձել են եկեղեցին դարձնել քաղաքականության մեջ կեղտոտ խաղերի առարկա, ես դրան դեմ եմ, ուսա քաղաքական հարց չի։ Իսկ Դավիթ Համբարձումյանին կընտրեք Հայաստանի վարչապետ։ Ամեն դեպքում 18 կամ 20 ԿՊԱ-ներ պետք է անցնեն ընդդիմության կողմը։ Առաջիկա շաբաթներին Ես հորդորում եմ, որ Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը դադարեն վախենալ, վերջի վերջո առաջադրեն իրենց տեխնացությունները եւ իրենցից մեկն ու մեկը կամ լավ կլինի երկուսով կան ազգային ժողով։ Թե չէ տենց տարատեսակ մարդկանց, չգիտեմ, թիկունքում թաքնվելով լավ բանի չեն հասնի, ակնհայտ է, որ սարսափած են ու վախեցած են, չգիտեմ, այնտեղ ամեն մեկը այն 40 գոմշի կաշի է քաշել իր վրա, որ հանկարծ ինքը չգա ազգային ժողով, բայց թող ամեն դեպքում այդ վախը հաղթահարեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կան ազգային ժողով մի հատ կանգնեն այդ ամբիոնի առաջ, հարցեր լսեն, ելույթներ լսեն։ Ինչ եք սպասում այս գործընթացից։ Ամփառունակ գործընթաց է, ծիծաղելի է անկեղծ որ ասեմ, չգիտեմ։ Կարծում եք պարոն Գալստանյանի հաջողությունը Դավիթ Համբարձումյանը չի կրկնի որպես ընդդիմության առաջնորդներից մեկը։ Անցյալ տարվա այս օրերի պայքարը։ Ну, մի 30-40 հազարանոց։ Բայց դրա հաջողությունը ո՞րն էր։ Դե լիքը մարդիկ կոնսոլիդացվեցին։ Հիմա ինքն իրանց վարչապետի տեխնացու առաջադրեց, հետո հասկացա, որ սահմանադրորեն իրավունք չունի, այդ մինչև հիմա ինչ որ փողոցներում ինչ որ բաներ անում, եթե այդ հաջողությունը այդ նմանատիպ նույնական հաջողություն, որ էլի եկող տարի փողոցներում ինչ որ բաներ կանի, բացառել չեմ կարող։ Բայց կներեք, եթե դա է հաջողության բանը, չափանիշը, ապա այդ շրիշակը կամ մակարդակը հաջողության իրանց համապատասխան են բռնացրել ընդդիմադիրները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Վահագն Ալեքսանյան։